Այսօր Արամ Էմպետրին ներկայացնում է նոր տեսահոլովակը, որի պրեմիերային մենք հրավիրված ենք։ Իդեպ սա Արամի առաջին հայկական երգն է, տեսահոլովակը կապ ունի բոքսի հետ, համենայն դեպս թիզերը մեզ այդ մասին հուշում է։ Ինչպես դուք տեսնում եք, պրեմիերայի համար իսկական բոքսի ռինգ է այստեղ ստեղծվել, որտեղ եւ նա ներկայացնելու է նոր երգը, նոր տեսահոլովակը։ Արդեն հասցրել եմ դիտել, քանի որ արդեն մոնտաժային բանի փուլերում փորձել եմ ներկա լինել, ներկա եմ եղել, դիտել եմ, բայց այն ամբողջական տարբերակը, որ պետք է այսօր տենանք, հələ չեմ տեսել, անկեղծ ասած, ես էլ եմ առաջի անգամ տենալու։ Ճիշտն ասած, կարդացել ենք եւ եկել ենք այստեղ, ոչ պատահական, հենց նրա համար դիտելու նրա նոր տեսահոլովակը։ Ասում ենք Արամ Էմպետրի նոր տեսահոլովակի։ Այո, անպայման։ Շատ ենք սիրում Արամին։ Շատ։ Ինչ եք կարծում, ինչու է այսօր այստեղ դրված բոքսի ռինգ, ի՞նչ կապ ունի դա Արամի նոր տեսահոլովակի։ Հոլովակը հենց բոքսի ռինգում է նկարահանված, հատվածներով եմ տեսել ես, տենց գիտեմ։ Ու շատ երկրպագու եք ուրեմն, շատ։ Երկրպագուները շատ են, սրտադրով սպասում ենք Արամին։ Even hell would feel like heaven, heaven. Even hell would feel like heaven with you. So what can I do? So what can I do? It feels like heaven with you. It feels like heaven with you. Տեսահոլովակը դիտելուց եք։ Հրաշալի, կեցես Արամայից, շնորհավորում եմ մեր ամբողջ թիմին։ Ինձ համար անհատական իմ հաղթանակն է, որ ես կարողացա Արամին ոչ թե ստիպել, այլ հասկանալ միասին, որ հայերեն պետք է երգի։ Արամը ու առաջին հայերեն երգի տեսահոլովակը շատ գեղեցիկ է ստացել, շնորհավորում եմ ընկերոջս, շատ եմ սիրում Էմպետրի արվեստը ու շատ այսօր ուրախ եմ, որ կա վերջապես հայալեզու երգի վրա Արամի տեսահոլովակ ու բոլորս շատ լավ երեկո ենք անցկացնում այստեղ։ Կեցես Արամ։ Նկարահանման ընթացքում նույնիսկ վնասվածքներ ենք ստացել, սակայն դիտելով պատրաստի տեսահոլովակը հասկանում եմ, որ արդյունքը շատ լավ է ստացվել եւ բոլոր մեր չարչարանքները արժեի։ Նկարահանումները տևեց մեկ օր, մեկ ամբողջ օր, գաղափարը ամբողջությամբ մտածել ենք, որ բոքսի շուրջ ընդլայվենք, քանի որ երգը սիրո մասին էր, ինքը մի քիչ պրիմիտիվ չլինելու համար փորձեցինք ավելի օրիգինալ գտնվել երևի ու նկարահանենք 80-ականների բոքս, underground, ինչը որ իմ կարծիքով ստացվել է նաև ներառենք հումորային դրվագներ տեսահոլովակում, Արամին բնորոշով։
միտքը ծնվեց երաժշտությունից հետո, որովհետև երաժշտությունը ինքը բավականին պոզիտիվ էր, փորձեցինք ամեն դեպքում պոզիտիվ մի տեքստով, այսինքն երգ ստեղծել մի բան, որը դեռ չի եղել, այսինքն աղջիկ, որը իրականում սիրում է, բայց երբեք չի ասում այդ խոսքերը, բայց ինքը շատ լավն է, ինքը օրիգինալ է ու տարբերվող դրանով։ Այնուհետև որոշեցինք կերպարներին հանել բեմ, որպեսզի կարողանան արդեն այնտեղ ռինգի վրա հասկանան, թե վերջը կասի աղջիկը, այո, թե աստա սիրում եմ, վերջում չի ասում իհարկե։ Չասեց, բայց սիրում եմ իհարկե։ Շնորհակալություն շատ, բոլորի։